Եկեք մեկ մատիկի վրա կատարենք դիպ ծածկույթի համար մեզ հարկավոր է 240 գրիտանոց խարտոց նախապատրաստում մեխանիկական եղունգի մակերեսի վրա, որից հետո օգտագործում ենք բոնդ։ Բոնդը յուղազրկում է եղունգի մակերեսը եւ դրանից հետո անցնում ենք երկրորդ հեղուկին, որը կոչվում է բազա, բժշկական սոսինձի հիմքով։ Կենտրոնական հատվածում հեղուկ բազա, ոչ լիարժեք, ոչ ամբողջ եղունգի մակերեսով եւ թաթախում այնպիսի մի գույնի մեջ, որ համարվում է ավելի շատ ակրիլի փոշի, քան դիպ սիստեմը։ Ես սիրում եմ փորձարկել տարբեր տեսակի նյութեր, որպեսզի ես կարողանամ ավելի հստակ իմ աշակերտներին բացատրեմ, իմ ուսանողներին, որ նյութը արժի օգտագործել, որը չէ։ Այս նյութը ես տեստավորում եմ արդեն 3-4 անգամ եւ ինքս իմ հենց մատի վրա փորձում եմ զգալ, թե նա ինչ է իրանից ներկայացնում։ Քանի որ իմ ցուցամատը նաեւ մի փոքր դեպի ներքև է նայում, այսինքն ունի շտկելու կարիք, ազատ եզրի հատվածում ես նույնպես սկսում եմ հեղուկ բազան եւ թաթախում փոշում մեջ, որպեսզի ազատ եզրը բարձրացնեմ։ Այդպես անում ենք մի քանի անգամ, մինչեւ որ կողքից նայելուց մենք տեսնենք, որ եղունգը բարձրացրել ենք։ Իհարկե միշտ կարող եք մատիկով նույնպես շտկել, ինչպես դա անելու եմ հոլովակի մեջ ես։ Դե ինչ, գնահատում ենք, տեսնում ենք ինչ կարգավիճակ է, եթե հարկավոր են շերտեր, անում ենք այնքան ինչքան որ հարկավոր է, դրա մասին ես հիմա չեմ մանրանալու, թե քանի շերտ է դրվում դիպ սիստեմայի ժամանակ, պարզապես ցույց եմ տալիս ձեզ մի փոքր հատված առհասարակ դիպ սիստեմայի մասին։ Տեստավորել հարկավոր է, որ հետո չասենք, որ դիպ սիստեման դա ակրիլի փոշի է, այո, կան դիպ սիստեմաներ, որոնց մեջ որ ակրիլի փոշին շատ մեծ քանակով է, այո, կան նյութեր, որոնք որ անվանվում են դիպ սիստեմա, բայց իրենց հոտերը ահավոր են։ Ես միայն նշանակ կողմնակից եմ լավ նյութերի, թե դա երբ եղել է գել լակերի ժամանակ, թե դիպ սիստեմայի, թե գելերի, ես միշտ նախընտրել եմ աշխատել լավ նյութերով, չենք խնայում նյութերի վրա եւ ուսումնասիրում ենք իրենց բաղադրությունը։ Ինչպես տեսեք հոլովակի մեջ, երբ մենք մատիկը թաթախում ենք եւ լինում է այնպես, որ նյութը հավաքվում է իրար վրա, անհարթ մակերես է ստեղծվում, քանի դեռ լիարժեք չի չորացել, դուք ձեր մատիկով կարող եք տպտպացնել, որպեսզի մակերեսը հարթվի։ Ինչքան բարակ ենք դնում բազան, այնքան հարթ է նստում դիպ սիստեման, առհասարակ դա այդպես է։ Եվ չենք մոռանում բոդանել ակտիվատոր, որպեսզի շերտերը չորանան, դրանից հետո անցնում ենք խարտելուն։ Ինչքան հարթ եք դնում շերտերը մինչ խարտելը, այնքան քիչ գործ եք ունենում խարտելու ժամանակ։ Դե խարտելու տեխնիկան բոլորդ պետք է որ տիրապետեք, եթե չէ, ապա ասեմ, խարտում ենք միայն ազատ եզրը, չենք մտնում աճման կետերի մեջ։ Դա շատ կարևոր պայման է։ Չենք մոռանում նայել եղունգի տակ դարձվող զոնան խարտել, որպեսզի երկու կողմներ հավասար լինեն եւ մի անկյունը չկախվի, մեկը բարձրանա թռնի վերև։ Դրա հետ մեկտեղ չենք մոռանում բակավոյ պարալելների մասին եւ սիրուն մակերեսային արկա ստանալու մասին։ Չափից շատ պատերը չենք բարակացնում, հակառակ դեպքում ձեր մոտ հաստատ կառաջանան ճաքեր։ Դիպ սիստեման շատ բարակ կատարել արգելվում է, չի կարելի, քանի որ ինքը մաքսիմալ ամուր նյութ է, իսկ հնարավորինս ամուր նյութը բարակ դնելու դեպքում բնականաբար պետք է ճաքի, ինչպես որ սառույցը բարակը ճաքում է, մի փոքր հաստ սառույցը շատ դժվար է արդեն կոտրել, այնպես որ դա հաշվի եք առնում։ Չենք համեմատում դիպ սիստեման ոչ գելլակի հետ, ոչ ակրիլի հետ, սա բոլորովին այլ նյութ է։ Եվ չենք մոռանում վերջում խարտելուց հետո բաֆիկով անցնել, որպեսզի ավելի հարթ լինի մակերեսը, պլյուս միաժամանակ, երբ որ բաֆեցիք, տակից անցնում եք ֆրեզայով, որպեսզի հանեք բնական եղունգը, ինչպես գելի ժամանակ եւ ցանկացած ամուր նյութի ժամանակ, բնական եղունգը տակից պետք է հանենք, որպեսզի այն չառանձնանա մինչ հաջորդ կոռեկցիա, որտեղ եղունգը բնական ինքը ճկուն է, իսկ նյութը մնում է անշարժ։ Ազատ եզրից կարող է առանձնանալ։ Նորից կատարում ենք ակտիվատորով, մի փոքր ծածկում ենք ակտիվատորով, արդեն քիչ քանակով, նրանից հետո նոր կատարում ենք տոպով ծածկույթ։ Եթե տոպը միամիտ ծորացել է, միտեղ կպել է, ինչպես որ ես ցույց եմ տալիս, փայտիկով կարող եք վերցնել եւ մաքրել, քանի դեռ այն չի չորացել։ Տոպը չենք կատարում երրորդ շերտով ոչ մի դեպքում, այն չի չորանա, տոպը չենք դնում հարթեցումով, որովհետև այն չի չորանա, օգտագործում ենք իրան արագ շարժումներով, ինչպես որ կատարեք սովորական լակերով, ծածկույթ 3 շարժումով։ Այդ դեպքում նոր
տոպի հետ դուք խնդիր չեք ունենա։ Տոպը կսեք ավելի խորը, քան դրված է դիպ սիստեմի գույնը։ Ցույց եմ տալիս տարբեր կողմերից ծածկույթը, ինչպես է որ ստացվել, մաշկը չոր է, դեռ ոչինչ բան չեմ կսել, բայց պարտադիր պրոցեդուրայից հետո կլինի դա գել-լակ կլինի դիպ սիստեմա, մենք պարտադիր պետք է մշակենք նրբամաշկը, մշակենք շուրջ բոլոր մատիկները, նոր հաճախորդին ճանապարհենք եւ տնային խնամքը, հաճախորդին նույնպես խորհուրդ ենք տալիս, որպեսզի մատնաշունչ կամ ինչ-որ ինֆեկցիա չանցնի, դա շատ կարեւոր է, ոչ միայն դիպ սիստեմի ժամանակ։ Ես ցույց եմ տալիս, ինչպես ես արագ կատարեցի իմ մատի վրա դիպ սիստեմով ծածկույթ, իսկ ովքեր որ դասընթացը չեն անցել, խորհուրդ կտամ, որ դասընթացը անցնեք, նոր սկսեք աշխատել դիպ սիստեմայով։ Այստեղ ես ցույց եմ տալիս նաև, թե ինչպես է հարկավոր տեսնել, նկատել ճիշտ կառուցվածքը եղունգի, կենտրոնում պետք է նյութը ապեքսային հատվածում լինի բարձր, կողքերով ավելի քիչ։